Երբ հայկական ընտանիքը դառնում է սիթքոմ, կենացներն էլ սցենար, իսկ գլխավոր հերոսը բլոգեր է, հասկանում ես գալիս է մարդամեկը։ Դե իմացակ, այս գիշեր ներսում են Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Մոսո Կարապետյանն ու Արման Խաչատրյանը։ Բարի գալուստ ներսարի, իսկ հիմա դիմավորեք մարդամեկին, ով կարող է ներս կանչել ում ուզի, երբ ուզի և ոնց ուզի։ Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո սիրելի ժողովուրդ, ես կրկին երջանիկ եմ ձեզ տեսնելու Ներսարի գիշերային շոուի տիրույթում ու վստահ եմ, որ հենց հիմա ընտանիքով նստած դիտում եք մեզ, բայց ընտանիքում կա մի շատ նուրբ բան, մեկ սխալ արտասանած բառը կարող է ամբողջ տունը տակնու վրա առնել ու բարև ձեզ, տեղ ասանք տունը ունի նոր սյուժե, նոր թեմա, այն որ բոլորն ունեն յուրահատուկ բառարան ու կարող են բառեր հորինել, դա փաստ է, բայց ամենից շատ հայերը ֆարշա են երգում, ստեյքը ստարա, թելմանի տեղը գնել կամ բերմակի տեղը դոշակ ու էլիլիքը խառը խառնած ու բառարաններում անբացատրելի, բայց սիրո քանակը չի փոխվում, հավատացեք։ Ես վստահ եմ, որ այս երեկո ներսում սիրո քանակն ավելի քան բավարար է լինելու ու կհասկանաք, թե մարդամեկն ով է։ Եղավ, հարգելի Արսեն։ Ինչևէ, մենք ներսում ենք ու հիմա ժամանակն է ողջունելու Ռուսլայնին ու նվագախմբի տղաներին, տղեկ բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք եւ հիմա ժամանակն է շտապելու դեպի VND բար, այնպես որ գնացինք։ Կարծում եմ դուք արդեն հասկանում եք, որ հյուրերիս համար ես այսօր VND-ի հիմքով հրաշալի կոկտեյլ եմ պատրաստելու եւ այս easy mix-երը ես պատրաստում եմ, որպեսզի դուք եւս ինձ միանաք տանը, շատ հեշտ պատրաստեք ու դիտեք Ներսարին, սկզբի համար 40 մգ VND կոնյակ է մեզ պետք, ես պիտի անեմ անգամ 5, ինչի մասին ձեզ պիտի կպատմեմ։ Ահա, այս մեկ Հաջորդը դեղցի հյութն է, որ լցնում ենք 30 մլ, ես այսինքն լցնում եմ 150-ը, ահա, սա եվս, հաջորդը լցնում ենք խնձորի հյութը, ահա, 20 մլ, 1 հոգու համար, խնձորը եւս պատրաստ է, հաջորդը լայմ 10 մլ ամեն 1 հոգու համար եւ վերջում լցնում ենք մեղրի օշարակ էլի 10 մլ ամեն բաժակի համար։ Ահա։ Հետո ավելացնում ենք սառույց։ Եվ խփում։ Տեսնենք ինչ կստացվի այսօրվա միքսից։ Գնացինք։ Պիտի որ համով ման լինի։ Մատ չգիտեք։ Վերջում ավելացնում ենք ուրեմն փրփրունգինին, Armenia wine-ի տակառը եւ վերջ։ Կոկտեյլը պատրաստ է։ Քիչ զգույշ։ Պրոֆեսիոնալ, հա, ես կասեի։ Ստյոպ ականջդ կանչի։
Կարոտել ենք քեզ։ Վերջ, ես սկսում եմ տեղավորվել, իսկ մենք հանդիպենք քարոզաթարից հետո մնացեք ներսում։ Մարդամեկը չի սիրում, որ իրեն ասում են մարդամեկը, բայց դա չի խանգարում մեր երեկոյի շարունակությանը։ Այս գիշեր ներսում են Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Մոսո Կարապետյանը եւ Արման Խաչատրյանը։ Քիչ հետո Մենք վերադարձանք ու եթե կյանքը երբեմն դառնում է սիթքոմ, ուրեմն մեզ պետք են մարդիկ, որ այդ սիթքոմին կյանք տան։ Այս գիշեր հենց այդ թիմն է մեզ մոտ նոր Մարդամեկը սիթքոմի ընտանիքը իր տնային կանոններով։ Դիմավորեք Մարդամեկը սիթքոմի պրոդյուսերին եւ դերասաններին։ Միհրան Ծառուկյան, Արփի Գաբրիելյան, Մոսո Կարապետյան եւ Արման Խաչատրյան, ներս եկեք։ Բարի երեկո, բարի գալուստներ, շնորհակալություն, որ ներսում եք, շատ ուրախ եմ ձեզ տեսնել, ոնց եք։ Ու մեկ էլ ասեք, ես Մարդամեկի հետ կապ ունի, թե Ահա, Մարդամեկը։ Ես պարապել էինք։ Այս շարժումը դրված է տանկարդիական։ Շատ ենք մտածել սրա շուրջ։ Շատ ուրախ ենք այստեղ Ձախից գտնվել։ էիք սկսում։ Ձախից աչից։ Всё։ Այդքան բան։ Գնացինք։ Մերսի շատ, Շնորհակալություն, որ եկաք, լավ եթեր, լավ եթեր։ Դե պատմեք, Մարդամեկ, բայց չասեցիք ես Մարդամեկը։ Այս Մարդամեկի ժեստն է։ Մարդամեկի ժեստն է։ Այս մեկը։ Ինքը սենց Սա ֆիքսեք, սա Մարդամեկի ժեստն է։ հասկացա։ Որ տրենդ դառնա, էլի։ Մարդամեկի ժեստն է, լավ։ Մինչև Մարդամեկին անցնելը, ասեք, ոնց է ամեն ինչ ձեր կյանքում։ Շատ լավ։ Շատ լավ, շնորհակալություն ձեր մոտ։ Հրաշալի, շատ լավ։ Դե լավ, ասենք Մարդամեկին ոնց հասկանում եմ։ Միրան, գանք քեզնից է երևի։ Ոնց ծնվեց առասարակ այս գաղափարը ու ոնց հասկացար, որ ուզում ես մտնել նաև այս մի պատասխանատվության տակ։ Օ, սկսենք ամենասկզբից գանք, հա։ Ինչպես սկսվեց։ Ուրեմն Չէ, բայց սկզբից։ գոյություն ունի Edge Հայկ Ալեքյան, հա, եւ ստատուսներ է գրում Հայկ Ալեքյան, եւ ես եւ Արփին եւ ընդհանրապես մենք տենց ընկերներով շատ ծիծաղալու կոմենտներ ա գրում, հետևել ենք ու ես հիշում եմ, որ փորձեցինք մի 2 տարի առաջ սրանից, որ փորձենք ինչ-որ սցենարեն ինչ-որ մի բան անել, գրել, սիթքոմային բան, սիթքոմ գրի մեզ համար, չստացվեց, բայց հետո անցավ մի 2 տարի, բոլորովին վերջերս ես, Մոսոն, Արփին եւ Լևսը, մեր ընկեր, միասին հավաքված ենք։ Այդպես այդ պահին Հասկացանք, որ կարող է ստացվի։ այո, Չեմ ուզում էլի շատ։ այդ պահին ստատուս գրեց, ծիծաղեցինք եւ ասացինք ինչ լավ կլինի մի խոսքով, որ կարողանանք Ու շնորհիվ Լևսի Դավթյան ստացվեց կապ հաստատել Հայկ Ալեքյանի հետ, ով համաձայնեց սիթքոմի սցենար գրի մեզ համար։ Այո, Մոսոն եւ այո, Հայկ Ալեքյան։ Մենք Հայկի հետ կապի մեջ ենք, Հայկի հետ համատեղ գրում ենք սիթքոմի սցենարը։ Ես էլ Հայկն եմ։
Իսկ Հայկ մեր Ալեքյանը Հայկը մարմնավորելու է Հայկ Այդ ուղղակի իսկ ինչ որ մեկը տեսնա իրականում այդ մարդուն։ Ոչ։ Իրական չէ, կա ինքը չկա, Շեքսպիրի պես մի բան է, չի։ հասկացա։ Շեքսպիրի։ Շեքսպիրի տեսել են, չէ։ Բոլորն ասում են կինա, հետո ասում են Հա, բայց մենք չենք տեսել, հա, Շեքսպիրին։ Այդպես։ Բայց Հայկին չեք տեսել։ Չէ, Հայկին Առողջային կերպար է, Հայկը որպես այդպեսին, բայց գրումա նենց մեջի կոնկրետ խորը կենցաղային հարս, կեսուր եւ այլն, բայց շատ խորը կենցաղային։ Օրինակ, ասում եմ, որ յուրաքանչյուր իրան հարգող հարս առավոտ ժամը 7-ին արդեն պիտի բակրիվալի վրա վագրը դրած լինի։ Շատ մեջի բան է, շատ խորը բաներ է, որ երևի ուսումնասիրությունների արդյունքում ա գրել, չգիտենք, չենք ճանաչում անք։ Ինձ էլ է հետաքրքիր այդ մարդը, ով այդքան լավ գիտի այդ հայկական ծավալության բոցերը, հա, ասած ասեմ, չգիտեմ։ Ավանդական ընտանիքներում ինչեր են լինում։ Մի խոսքով եւ այնպես ստացվեց, որ պրոդյուսերությունն էլ ես սկսեցի անել։ Ոնց է դուրս գալիս է այդ աշխարհը։ Շատ դաժան է։ Դեպ մենք միասին, sense միասին ենք, հիմա որպես այդպեսին ես պրոդյուսերն եմ, բայց բոլորս միասին ենք այս պրոյեկտը անում։ Շատ լավ։ Նկարման հրապարակում որ պահից եղավ այ որ հասկացաք արդեն որ լավ վերջ թիմը հասկացել է մենք ինչ ենք անում, քիմիան ճիշտ է հավաքվել էս ամեն ինչի շուրջ ու մենք նույն գծի վրա ենք։ Երբ եկավ այդ պահը։ Հեշտ հասակ դրան թե Իրականում ամեն ինչ սկսվեց շատ ավելի վաղ, քան նկարահանումները, որովհետև տաղավարային է սիթքոմը եւ այն նույն տաղավարում է, որտեղ որ նկարահանվել է մեր Full House-ը ու այդ տաղավարին մենք շատ ուրիշ ձև ենք վերաբերվում, մեր տան պես ենք վերաբերվում ու երբ որ ես մտա տաղավար ու տեսա, որ մեր Կարենը, ամեն ռեժիսոր եւ բոլոր չգիտեմ, ձայնային ռեժիսորը, այնտեղ ասիստենտները մաքրում են հատակը տաղավարի, հասկացա որ բոլորս մենք էլ նույնիսկ մենք այդ պահից սկսած հասկացանք, որ ամեն ինչ շատ ճիշտ է ստացվելու, չգիտեմ, դա Աստված, բայց անկախ ամեն ինչից մեկը մի բան է բերում, մեկը մի խոսքով բոլորս sense շատ զգացողությունը այլ էր սրտացավ, Մեկը շորերը սա հարթուկում։ Այդպես, իսկ ինչ վերաբերում է արդեն նկարահանման ժամանակ, քանի որ մենք միասին շատ բազմիցս աշխատել ենք, բնականաբար կան նաև նոր դերասաններ, օրինակ Արմանը Խաչատրյան, բայց շատ հեշտ ու արագ ենք կարողացել միասին այդ քիմիան մեզ հետ է նաև Լևոնը Հարությունյան, Իրինան Դանիելյան, ողջունում ենք նրանց էլ։ Մեր դերասանական կազմը շատ ճիշտ մտածված, շատ ճիշտ casting ապրած դերասանական կազմ ունենք, որն էլ իր հերթին տրամադրում է, էլի, այսինքն մենք կարող ենք խաղալ կենցաղ, որը որ գրոտեսկային է ցուցադրվում։ Այսինքն մենք չենք խոսում պրոպագանդայի մասին, որը որ ճիշտ է, սենց պիտի լինի, այլ ոնց որ կողքից նայում ենք, թե ինչպիսի խորը կենցաղավարություն են ապրել մեր մարդիկ, մենք հիմա դրա գրոտեսկային ձևով ներկայացնում ենք։ Դե սիթքոմը որպես այդպեսին ինչ է, մոտիվա հեռուստաթատրոնի, չէ՞, բերված հեռուստատեսություն, ավելի ապրած այդ մոնտաժ եւ այլն, այսինքն շատ տենց ստեղծագործական վիճակներ ապրած, բայց ինքը շատ թատերային է իր արտահայտչամիջոցներով, որպես այդպեսին սիթքոմ։ Մենք խոսում ենք խորը կենցաղի մասին, նշանդրեք, խոսքապ բառեր են օգտագործում, որոնք արդեն մեռած բառեր են մեր ժամանակներում։ Հա, կարմիր խնձոր եւ այլն, հավուտել, ականջ կտրել։ Ավանդույթներ են, որոնց որ մենք հետաքրքիր կերպով անդրադառնում ենք, իհարկե շեշտադրությամբ, հումորով ու Ինձ էս ամեն ինչի մեջ նաեւ շատ հետաքրքիր է արփի կերպարը եւ գործունեությունը, որտեղ հենց այս պատմություններում շատ դժվար է նաեւ որ այդ կերպարը Արփին տան որ այդ կերպարը չդառնա ստերեոտիպային, այսինքն մարդիկ հասկանան, որ Սա ինչքան գրոտեսկային է, սա ինչքան ծաղրելու է, ինչ որ տեղեր, հա, կամ ինչ որ տեղեր նայում։ Իհարկե ամեն շատ գրոտեսկային է, բացի բնականաբար առաջինը դերասանական խաղից, որովհետև մենք փորձում ենք ամեն ինչ շատ բնական, շատ կյանքային ու օրգանական շատ մատուցել ու ամենակարևորը Իհարկե հավաքական կերպար են մեզանից յուրաքանչյուրը, բայց մենք փորձում ենք այդ ծայրահեղություններին չհասնել, հա, փորձում ենք այդ մեջտեղի սիրուն այդ համը պահել, որպեսզի մարդիկ էլ, չգիտեմ, չհիասթափվեն կամ չորոշեն, որ այդպիսին է հենց հարսը կամ չգիտեմ, սկեսուրն է հենց այդպիսին։ Յուրաքանչյուրը ունի իր լավ ու վատ ու հետաքրքիր ու ոչ այդքան ընդունելի կողմերը, հա, ընտանիքում, բայց դա նորմալ է ու ինձ թվում է բոլորիս
մոտ էլ այդ ամեն ինչը ընկալումն էլ այդպես։ Նորմալ է, երբ հարսը փրշտում է ու կիսուրը գնում է վազելինա քսում տղուկթին։ Գիտե։ Նորմալ չի Արման, բայց եկեք քաղաք նորմալ է թե նորմալ չի։ Բայց նաև շատ հայկական է։ Իհարկե։ Շատ կա։ Այս դրա Դու դրանից չես կարող հրաժարվել։ Այդպես է, հա։ Այո, փախնել չես կարող։ Բայց այդտեղ նաև Մոսոյի մատնախառը Այո, որպես սցենարիստ Մոսոն շատ համեստ լռում է։ այ ոնց ես փորձել ես այդ բալանսը պահել թե չէ հայկի հետ աշխատելով, որ լինի ծիծաղելի, բայց ոչ վիրավորական, թե օրինակ սահմաններ չեն եղել, գնացինք ով կվիրավորվի, ով կծիծաղելի արտադրությունից կարող ինչ-որ մարդ նեղվի կամ իր վրա վերցնի։ Մենք փորձել ենք տանք այն մարդկանց կամ այն արտադրություններն արվում, որը շատ մարդկանց է կպնում, սենց ասեմ, բայց ինքը խնդալու է, ու մեր իրականությունն է։ Մենք որ շատ չենք մտածել ում կնեղացնենք, չենք նեղացնի, մենք հումոր ենք մատուցում, իսկ հումորը ամեն մարդ կարա իր իրովի ընդունի։ Այո։ Այդ է հարցը։ Միգուցե շատերը կգտնեն իրենց այս պրոյեկտում, կտեսնեն իրենց այս պրոյեկտում, բայց հանուն արդարության պիտի ասենք, որ այո, մենք ուղղակի ստեղծագործում ենք հումորի ֆոնին։ Հրաշալի։ Գանք լավ, քանի որ անդրադառնում եք ընտանիքին, կենցաղին եւ այլն, հիմա ուզում եմ ձեզ հարցնել, այսօրվա ժամանակակից ընտանիքին ամենաշատ հուզող 3 թեմաները, որոնք առաջինն են։ Միրան Արփի սկսենք ձեզնից։ Դե, առաջինը որ միասին են ապրելու թե չէ, այդ նոր զույգը, հա։ Միասին իրանք իրար հետ, թե ծնողների հետ։ Մի տան մեջ են ապրելու, ծնողների հետ թե չէ։ Չէ, դրա դեռ ասել եք դրան, որ մարդու կնիկ ուզում են հասկանալ իրար հետ են ապրում տան մեջ։ Այդպիսի հումոր կա, չէ։ Տան աղջիկն է, մաման, պապան, հարսը, տղան ու տանը մնացած աղջիկը իրենց, 3 եղբայր, բոլորը մի տան մեջ են ապրում, մի խոսքով խնդիրը, որ Արփի կերպարը այնպես է անում, մի խոսքով բոլորը տանից գնան, իրանք մնան առանձնանալու թե առանձնանալու, հա։ Դե դա է հիմնականը, որ պետք է միասին ապրեն թե չէ, այն է կարևորագույն ու հիմնական բանը, որ մի տարի անցնում է, բա երեխա չկա, չէ՞, այսպիսի բաներ չէ լինում։ Այդպես, էլ ինչ, այդպես շատ ֆարարտահայտված թեմաներ կան։ Չէ, ես ոչ թե ասում եմ, այս սիթքոմում ինչ կա։ Առհասարակ, ես դրա մասին եմ խոսում։ Առհասարակ, ոնց որ են 3 թեմաները հուզող, որոնք միշտ առաջ են գալիս։ Իսկ ես երկուսը ասացի արդեն։ Պիտի առանձին ապրեն, փողն էլ շատ առաջնահերթություն։ Մարդուն ընտրելուց նայում են, ասենք խնամիները, ինչ մաշնով են գալու։ Հələ կան հաստատ տենց մարդ։ Նու այսինքն միշտ կլինեն։ Դա միշտ կլինեն, այո։ Միշտ լինելու է։ Մենք հիմա ուզում ենք խոսենք դրա մասին, որ ամեն դեպքում առաջինը դա չի, որ պիտի ընտանիք կազմել կամ առաջինը դա չի, որ անպայման եթե ծնողների հետ են ապրում, ուրեմն հարգանքը վերանում, հետ չեն ապրում, ուրեմն հարգանքը վերանում է ծնողների նկատմամբ։ Ոչ, սիրելի ծնողներ, ավագ սերունդ, մենք ուզում ենք խոսել դրա մասին, որ հանգիստ թողեք ձեր երեխաներին, ովքեր որ որոշել են ամեն դեպքում ընտանիք կազմել ու առանձին ապրել, երբեք մի փնտրեք դրա մեջ անարգանք, այլ ընդհակառակը հարգեք իրենց որոշումը։ Ասեց։ Այդ ես որպես կերպար, հա։ Պարապել եք, գիշերը պարապել եք Այս ամեն ինչը խոսվում է, որ մենք բոլորս մեծ ծնողների հետ ենք ապրում։ Խոսենք երկրորդ Խոսում են այն մարդիկ, ովքեր որ ծնողների հետ են ապրում։ Ու ամուսնացած չեմ։ Ես։ Ու դու ամուսնացած չես։ Ու ամուսնացած չեմ, բայց ամեն դեպքում տառապանքը սպորտում։ Այո։ Խնդրում եմ։ Գանք երկրորդ սեզոնին արդեն ես ճիշտ գիտեմ առաջ եմ մտնում, բայց ինձ թվում է դուք արդեն մտածել եք այդ մասին։ Սեզոնին։ Սեզոնի հետ կապված ինչ-որ մտքեր կան, բայց տենց որ ասեմ արդեն ինչի մասին է, համ չեմ ուզենա ասեմ, համ էլ տենց կան։ Բայց ամեն դեպքում պլաններում կա, որ Իքը կա, հա, մինչև մի քանի սեզոն ինչքան գնա, հա։ Հրաշալի։ Եվ իդեպ ասեմ, որ նոյեմբեր ամսին է լինելու պրեմիերան Մարտամեկի, այդպես։ Բայց լավն է այս Մարտամեկը, չէ՞, Մարտամեկի պրեմիերը, դες չես հասկանում, հիմա ինչ-որ բան է պատմում, թե ինչ-որ մեկին բան է լսեցնում։ Մարտամեկի պրեմիերը նոյեմբերին է, ասեմ հիմա լինելու է նոյեմբերի 10-ին։ Մարտամեկն էլ ընտրված է հատուկ, որ ամեն մարդ նայելուց հետո, սիթքոմը նայելուց հետո փորձի գտնի այդ Մարտամեկին, որովհետև առաջին հայացքից կիսուրն է, բայց մեր մոտ այնպես չի տված։ Ամեն մեկը իր Մարտամեկությունը անում է։ Հա կոնկրետ մի հատ կերպար, մի կերպար չունենք, որ ասենք հենց ինքն է Մարտամեկը։ Մեր մոտ տարբեր Մարտամեկեր են, որոնք Սիթկոմը պատմում է Հայկ Ալեքյանի ընտանիքի մասին, բայց փորձել ենք տենց անենք, որ կոնկրետ մի գլխավոր դեր չլինի կամ մի կերպար չլինի կամ երկու,
Բոլորն էլ կարևոր կերպարներ են ու բոլորն էլ իրար հետ կապված։ Օրինակ Մարթա մեկը լրիվ հին է մեկը, բանը Լևոնը Հարությունյան, Մարթա մեկը հին է։ Մարթա մեկը հին մտածել է Մարթա մեկը դարդ է, տան դարդն է։ Հասկացա, տարբեր Մարթամեկյան դրսևորումներ են լինելու սիթքոմին։ Հասկացանք։ Դեկանք մի քիչ կերպարներին, Արման, օրինակ ինչպիսին է քո Մարթամեկը։ Ընտանիքի adekvatն է, որը որ մի քիչ ծաղրում է այդ իրավիճակները ինչ տեղի է ունենում, օրինակ չգիտեմ, գալիս են խոսքապի կամ ինչ-որ խնամիներ են գալիս, սա իդեպ ես ու Արփին մեր կերպարներով շատ մոտ ենք իրար, որտեղ Արփին էլ հարսն է, ես էլ այդ տան փոքրն եմ, որը որ մի երկու edge ավելա թերթել, համեմատած մնացածների գիրք, ու մի քիչ ավելի ցիվիլ պատկերացումներ ունենք կյանքի մասին։ Մենք կոպիտ ասած մեկնաբանում ենք, թե ինչ է տեղի ունենում ընդհանրապես այս խորը կենցաղի մեջ, հա, պահպանողական եւ այլն։ Հայկը դրա մասին է, օրինակ Հայկը այդ ստատուսները հենց դրա համար էլ գրում էր, օրինակ, չգիտեմ, մեկը կիսուր լիներ ու շարունակում էր։ Հայկ ավելի շատ այդ ընտանիքի փոքրն է, որը որ adekvat սահմաններում է ու մեկնաբան, ընդհանրապես ու իդեպ բլոգերն է, վլոգերը, այսինքն նկարում է բոլորին, բլոգ անում եւ այլն։ Սենց կերպար է, ով ծաղրում է New Generation-ի ներկայացուցիչը կարող վլոգեր, վլոգեր, խաղում է վլոգեր, էլի։ Փարկասու խաղում են վլոգեր, այսպես վլոգեր չասես։ Չէ։ Չէ։ Օրինակ ես մարմնավորում եմ իմ կերպարը, խափեփա, գումարները վերցնում, գումարները չի տալիս, գցող, այո, տենց կերպարա։ Արփին դե։ Մոսոն չխոսկանն է, չի խոսում։ Իմ կերպարը շատ հանդարտ երիտասարդ է, ինքը կարելի ասել հանգիստ գործի տեր, առավոտ գնում է գործի գալիս է, ինքը խառը չի, իրան ոչ մի բան չի հետաքրքրում։ Բա ինչ անում այդ իր մարդամեկությունը որն է։ Ինքն էլ անընդհատ իր կինասմարի տեղափոխվեն գնանք ուրիշ տեղ ապրենք, առանձին ապրենք, ինքն էլ անընդհատ ասում են որ դե ապրում ենք էլի մեր։ Դանդաղն է էլի, դանդաղ։ Լավ է էլի։ Բայց աշխատում է, այդ չի որ չէ։ Լոդեր չի։ Չէ, աշխատում է, բայց մամային շատ է սիրում ինքը։ Չի էլ ուզում, էլի, կապա, որ ինքը ուզում են դուրս գան տնից գնան ուրիշ տեղ ապրեն, մայրը հիվանդ չի, բայց ասում է հիվանդ մորս ուր թողեմ գնամ, այսպես կերպարներ էլ կան, էլի, որ մորը հետ կապված են, տնից չեն ուզում մի քիչ դուրս գնան։ Մամայի բալա չի, բայց գտում է տանը։ Ինքը ուղղակի լիֆտի մեջ է մնացել 8 ժամ, փոքր ժամանակ։ Դրա համար մի քիչ շեղումներ են։ Տրավմատիկ Տրավմալեր։ Հասկացա։ Ինքը կերպարանավորում է Արփինեն, շատ աշխույժ, ճտպտ, այն որ դեմքին ասող աղջիկներ։ Այդ էս մասկան ի վերջո դու դառնալու ես հակահերոս ես պատմության մեջ, որտեղ բոլորը ճիշտ ասելու ես, ճպցնելու ես։ Հարցը հակահերոս է, հա? Չէ, հակահերոս չի։ Այդ իրականությունում հարցը հակահերոս է։ Լրացնում է Մոսոյի կերպարն էլ, որն այսպես չխոսքան, բան, դե կինը արդեն ավելի ով չէ, վատը չի, շատ լավն է ինքը, բայց ինքն էլ իր կոմֆորտ զոնան է ուզում, հա, անկախ ամեն ինչից։ Ամուսնացել ու այդ տան մեջ շատ մարդիկ են ապրում։ 600 հոգով հարսանիք են արել, վերել են։ Ուզում առանձին թեկուզ այդ հիպոթեկով տունը վերցնեն, ապրեն, հա։ Օրինակ Ներսո, մի բան ասեմ, ես օրինակ հրավիրում եմ մի սերիայում դու էլ գաս որպես յուր մեր Մարթամեկում։ Ինչ յուր դերասան։ Այո։ Հա, մի սերիայում գաս։ Իսկ ինչու պրոդյուսեր արդեն պրոդյուսերական արդեն մի պրոդյուսերական դիրույթում ես այլևս աշխատում։ Այո, ես առաջընթաց եմ։ Առաջադիմություն։ Բայց իրական շանսից ավելի սիտկոմ է սպասվում ներս։ Քանի մաս է լինելու, քանի մաս է։ 16 մասից բաղկացած։ Այսինքն մինչև նոր տարի գնային մարդիկ կավարտեն թե կգնաք։ Չէ, մինչև նոր տարի։ Նոր տարին կավարտվի, այս սեզոն, առաջին սեզոնը նոր տարում կավարտվի, 30-31-ին կավարտվի, եւ հետո երկրորդ եթերաշրջան։ Երկրորդը մի խոսքով արդեն պլանավորված է ոնց հասկանում եմ, որ գալու է։ Այդ առաջին զավակից հետո միշտ երկրորդը պլանավորում են։ Քանի որ տաղավարը ամբողջովին նոր է, Ռիվլիովին sense վերանորոգումը, որտեղ են միամիտ է լինում։ Չէ, ձևափոխել եք, հավաքել եք, վերանորոգել եք, հա, լրիվ վերանորոգված է։ Հասկացած եմ։ Լավ, մի քիչ էլ խոսենք ձեր առանձին կարիերաներից, վերջում նաև ժամանակ ունենք հասցնելու։ Ինչ նոր գործեր ունեք, ինչ նոր մտքեր ունեք, ինչ նոր երգեր, տեսահոլովակներ, ուրիշ սիթքոմներ, ֆիլմեր։
մի քանի օրից կնկարենք RP հետ, շատ գեղեցիկ երգ դուետ կնկարանենք։ Դուետ եք։ Այո, եւ երկու երգ ես մինչեւ նոր տարում կհանձնեմ հանդիսատեսի դատին։ Դուետից բացի։ Դուետ եւ մեկ երգ արդեն ես։ Այո, եւ հունվարի 29-ին տեղի ունենալու մեր Full House-ը ֆիլմի պրեմիերան։ Այո։ Այո, սպասում ենք շատ, որովհետեւ դա էլ մեր առաջին բալիկն է, մեր առաջին երեխան է, ում շատ սիրել ենք ու տարիներ շարունակ այսպես շատ ակուք այսպես փայփայել ենք իրեն ու հիմա ֆիլմն է լինելու։ Ո՞նց եք զգում ձեզ 10 տարի անց գրեթե Շատ լավ, հրապարակ էնտուզիազմով լի։ Հատկապես ինքնախոսը չեք։ Այդպես, մենք այսքանը, Արման։ Ես մոնոներկայացման մասով զբաղված եմ, հա, մի փոքր իմ մոտ թատերային անցուդարձ է այս պահին, ինչքան որ նկարանումներ ունենք սիթքոմում։ Այո, մոնոներկայացում ենք պատրաստում։ Ինչ ես պատմելու մեզ մոնոյով։ Եթե կարող ես արդեն ասել։ Ուզում եմ ասել, դեռ շատ չասեմ, եթե բախտ վիճակվի կշփվենք անպայման այս թեմայով նաև, բայց հուդային հիշեցնող կերպար է։ Ակտուալ թեմա։ Այո, անպայման, հա, որին կհասկանան թե անգլիացիները, թե ֆրանսիացիները։ Հայերն էլ վստահ եմ։ Հայերից բխած, հայերից սերված, դա է, որին հասկանում են նաև անգլիացիները։ Ում հասկանում են։ Լավ։ Եվ հատկապես հասկանում են հա, ուզում ենք երկլեզու մոնոներկայացում։ Երկլեզու նույնիսկ, հասկացա։ Ես բացի այն, որ ներգրաված եմ սցենարային աշխատանքների հետ, այս նկարանումների հետ մեկտեղ Ղապանի թատրոնում պատրաստում ենք նոր ներկայացում, ընթացքում դրա չիտկաներն է գնում ու նոր ֆիլմ է սպասվում, ընթացքում դրա չիտկաներն է գնում, որոնք շուտով կներկայացվեն։ Չիտկաների մեջ։ Չիտկա սցենար այդ կամպյուտերից ու թղթից օգնում եմ արդեն։ Դե ես դες մաղթում եմ, որ այս աշխատանքային բուրում process-ը միշտ շարունակական լինի ձեր կյանքում, Շնորհակալություն։ Չգիտեմ ինչքանով է լավ, ինչքանով է վատ, կան մարդիկ ուսամջեն աշխատել։ Այո, շնորհակալ եմ որ եկաք ներս, շնորհակալ եմ որ ձեր դրական էներգիան վերեցիք ներս, պատմեցիք ինձ ձեր պատմությունները, հաջողություն եմ ձեզ մաղթում ձեր բռնած գործերում, նոր Արման սպասում եմ։ Ձեզ էլ հաջողություններ, շնորհակալություն Ներսո ջան։ Կսպասել եմ իրեն, Ներսո շատ անպայման կսպասենք ձեզ էլ մեր տաղավարում։ Ներս, մի խոսքով անմասն չես մնա, անպայման կլինես յուրաքանչյուր առաջին շարքում, ինչ որ տեղի ունենա մեր կյանքում։ Այո, շնորհակալություն առաջարկի։ Ուզում եմ իսկ ես ինձ պիտի խաղամ, ինչպիսին ներ առաջարկը։ Կմտածենք Կգրենք խաղարկեք։ Ուղղակի պրոդյուսերական քայլ է արել ու հիմա մոսոն։ Արդեն մտածված սցենար։ Շնորհակալություն ևս մեկ անգամ որ ներսում եք, ձեզ հաջողություն եմ մաղթում, սպասում եմ սիթկոմի էկրան բարձրանալուն ու վստահ եմ որ դուք կունենաք շատ լավ արձագանք հերոսների կողմից։ Շնորհակալ ենք։ Մերսի շատ։ Ես եմ շնորհակալ։ Այսքանով ավարտում ենք Ներսարի գիշերային շոուն, շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին, մնացեք բարով, եղեք խաղաղ, կհանդիպենք շատ շուտով։ Բարի гիշեր։ Самая лучшая, разве не ты? Ты же по мне самая лучшая на земле. Разве не ты? Разве не я? Самая лучшая.